Երբ հեծը գտնում էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո, մենք շատ լավ կարողանում ենք գնահատել ռիսկերը, այն տարածքները, որտեղ հնարավոր է նագրուստկայի ավելացում եւ կատարում կանխարգելիչ աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից հեծը այլևս գտնում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո, նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկերը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց բնականներում, առավելևս այն մարդիկ, ովքեր շատ երկար տևական ժամանակ չեն ուզեցել հոսանք։ Դա բնականաբար նշանակում է պատճառը ոչ միայն նյութական, այլ նաև հոգեբանական վնասներ, իսկ դա էլ նշանակում է, որ փոքրիկ խմբակը մտնել են դեր գրպանները եւ բնակարանները։ Էլ չեմ ասում նրա մասին, կառավարման վերցնելուց հետո էականորեն շեշտակի շատացել են բողոքները էլեկտրոէներգիայի ծախսի վերաբերյալ։ Ինչպես հիշում եք, Տաշիր գրուպը պահանջում էր իջեցնել սակագինը, որը չարվեց։ Այս եւ այլ հարցերի մասին կխոսեմ վաղ ժամը 12:00-ին տեղի ունենալիք ասուլիսում։